կապված եւ տեսանք, որ այս տարի տարբերվում է, հա, արդեն ոչ թե իշխանության ներկայացուցիչների հետ է գալիս, այլ առանձին դուք եւ Հովիկ Աղազարյանը։ Բնական է, մենք ԿՊ-ից հեռացված ենք եւ բնական է, քանի որ նաեւ նոր կուսակցություն ենք հիմնում, ուրեմն մենք նրանցից չպետք է լինեինք, դա բնական էր։ Ինչ վերաբերում է Եղեռնի խորհրդին, ես դա եմ ուզում ասել, որ դեռ երևի մի 20-25 տարի առաջ ես մի միտք ասեցի կապված Եղեռնի հետ, խոսքս հետևյալի մասին էր, որ մենք պետք է հասկանանք, որ Եղեռնը ոչ միայն մեր ցավն է, նաև ներ սխալը, եւ քանի դեռ մենք չենք գիտակցել այդ սխալի իրական արմատները, մենք չենք կարողանալու դուրս գալ այդ ողբերգական հոգեվիճակից, որովհետեւ յուրաքանչյուր ողբերգություն, եթե դու չես բացահայտում նրա իրական պատճառները եւ չես հասկանում, թե ինչու է դա կատարվել, դու պատրաստ չես նորից թույլ չտալու այդ բոլորը եւ դու շարունակ մնում ես այդ վիճակի մեջ։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը հստակ գիտակցի, թե ինչ սխալներ է տեղի ունեցել 110 տարի առաջ եւ ինչու է ստացվել այդպես։ Դրանից հետո մենք նորովի կնայենք այս ամբողջ երևույթին։ Այ բազմաթիվ քաղաքական գործիչներ նշում են, որ այսօր եւս այս գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նրանց գործողությունները տանում են հենց նորից այդ ամենի, հա, ցեղասպանությունը։ Սխալ են անում։ Նրանք ճշտի տակ ուզում են իրենց կեղծ մանիպուլյացիան մտցնեն։ Դուք լավ գիտեք, ես իշխանություններին չեմ պաշտպանում, բայց պետք է հերոսություն, քաջություն ունենալ, հերոսություն չասեմ, քաջություն ունենալ ասելու ճշմարտությունը, այն ինչ քիչ առաջ ես ասացի։ Նիկոլ Փաշինյանը մեղադրում են կասկածի տակ դնելու ցեղասպանությունը եւ մոռացության մատնելու։ Կներեք, էլ չենք շատ, չկա այդպիսի բան, չկա այդպիսի բան, չկա այդպիսի բան, որ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում, սա մանիպուլյացիա է։ Ես լավ լսել եմ իրեն եւ այլն, ոնց ասեմ, պետք չէ մանիպուլացնել, պետք է իրականության աչքերին նայել պարզ ձևով, որպեսզի պարզ արտահայտություն ունենաս, հետ ունենաս, չի կարելի, ես չեմ ընդունում դա։ Ցեղասպանության վերաբերյալ նրա հայտարարությունը, որ պետք է վերանայենք դեռ ինչ եղել։ Մի րոպե, բայց քիչ առաջ իմ ասածը նույն վերանայելն էր, բայց իրական կոնտեքստով։ Վերանայում չի, որ մենք հասկանանք, թե այդ ցեղասպանությունը, օրինակ, ինչու կատարվեց մեզ հետ։ Ինչու մենք պատրաստ չեղանք դրան։ Չէ որ եթե ուրիշ բան չասենք, 9 թվականին Ադանայի կոտորածները մինչև 15 թիվը 6 տարի անցել էր։ Ինչու չնախապատրաստվեց հայ ժողովուրդը։ Ինչու չհասկացավ նրա քաղաքական ամբողջ էլիտան, ինչու չմտածեցին։ Ինչու չհասկացան, թե որ երկրները ինչպիսի վերաբերմունք ունեն։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը գիտակից թե անգիտակից ձևով չգիտեմ, բայց երբ որ ասում է վերանայել, ինքը վերանայելն այդպես է հասկանում, բայց ես վերանայելը այս ձև եմ հասկանում։ Այո, մենք պետք է վերանայենք նոր մոտեցումները, այն միայն կեղծ հուզականությունից դուրս գանք, հասկանանք, որ այն ինչ կատարվել է մեր նախնիների հետ, բոլորս ենք մեղավոր։ Կիսում եք Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի գաղափարախոսությունը, մասնավորապես Արարատ լեռան հետ կապված եւ այլն։ Ոչ։ Չեմ կիսում, որովհետեւ չի կարելի հայրենիքը կիսել։ Հայրենիքը շարունակական է։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։